Ուկրաինայի մայրաքաղաքում ավելի քան 1300 բնակելի շենքեր երրորդ օրն է առանց ջեռուցման են, Դաշնության հրթիռային հարվածներից հետո։ Կիևի քաղաքապետը խոստովանում է, չեն հասցնում վերանորոգել էներգետիկ ենթակառուցվածքները։ Ռուսների թիրախում մայրաքաղաքի բնակելի թաղամասերին մոտ գտնվող էլեկտրական ենթակայաններն են, ասում է Ուկրաինայի նախագահը, հարվածում են դրոններով, կառավարվող ավիառումբերով ու հրթիռներով։ Բարեբախտություն է, որ զոհ չունենք, նշել է Զելենսկին։ Կիրակի Ուկրաինայի նախագահը Լիտվայում էր։ Վիլնյուսում 1863-64 թվականների ապստամբության տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ նա խորհրդային Մոսկվային եւ կայսերական Սանկտ Պետերբուրգին որակել է որպես ընդհանուր թշնամի ու նորից կոչ արել Եվրոպային աջակցել Կիևին 100%-ով, այլ ոչ թե կիսով չափ։ Ուկրաինային ավելի շատ հակաօդային պաշտպանություն է պետք, նույնիսկ եթե շարունակվում են բանակցությունները Մոսկվայի հետ, ասել է Զելենսկին։ Նա նաև ակնարկել է, որ Թրամփը չի ստորագրում Ուկրաինային անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը, որը ըստ նրա ամբողջությամբ պատրաստ է։ Զելենսկին նշել է, որ անցած շաբաթ Աբու Դաբիում Կիև-Վաշինգտոն-Մոսկվա եռակողմ բանակցություններում քննարկել են Թրամփի 20 կետանոց խաղաղության ծրագրի խնդրահարույց հարցերը։ Չլուծված հարցեր դեռ կան, բայց հիմա դրանք ավելի քիչ են, նշել է Ուկրաինայի նախագահը։ Կրեմլն էլ է հաստատում, դրական տեղաշարժ կա։ Ես դեռ չեմ կարող գնահատական տալ Աբու Դաբիում տեղի ունեցած բանակցություններին։ Սխալ կլինի առաջին շփումներից լավ արդյունքի հույս ունենալ։ Օրակարգում բարդ հարցեր կան, բայց այն, որ այս շփումները սկսվել են կառուցողական ձևով, կարելի է դրական գնահատել։ Արևմտյան լրատվամիջոցները գրում են, որ Էմիրությունների մայրաքաղաքում հանդիպման մթնոլորտը թշնամական չէր, եւ ճաշի ժամանակ ռուսներն ու ուկրաինացիները կարծես ընկերներ լինեին։ Արդյոք հաջողվել է բանակցողներին համաձայնության գալ ածուխով հարուստ Դոնբասի տարածքային հարցի շուրջ եւ արդյոք որոշվել է Զապորոժիեի ատոմակայանի ճակատագիրը։ Պոլիտիկոն վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին պնդում է, բանակցային փակ դռների հետևում Մոսկվան առաջարկել է կիսել ատոմակայանի էլեկտրաէներգիան։ Ամերիկյան աղբյուրները Աքսիոսին ասել են, թե չի բացառվում, որ բանակցությունների հաջորդ փուլում փետրվարի 1-ին Աբու Դաբիում հանդիպեն Պուտինն ու Զելենսկին։ Այդ տեղեկությունը պաշտոնապես ոչ հերքել, ոչ հաստատել են Մոսկվան ու Կիևը։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։